Բարև ձեզ սիրելի հայրենակիցներ, եթերում Արևմտյան Հայաստան հեռուստատեսության լուրերին հերթական թողարկումն ասորվա ծրագիրն է։ ՄԱԿ-ին գլխավոր վեհաժողովը կողմը քվեարկա Պաղեստինի անկախությանը, Տիգրան Աբրահամյան նշանցատամ ադրբեջանցու իրական վերաբերմունքը հայերի նկատմամբ։ Ձեզ հարցը կտվախային բրիտանացիք Արցախը մտցրալ թունավոր Բաքվի կազմը։ Ստեփանակերտում հայ տղամարդու մասնակցությունը միջադեպ տեղի ունեցալ։ Թուրքիան ճիրանչում չի Հայաստանը ինքնիշխան տեղանուն են։ Տղերքը տակներն են Արալ Սամվել Ասլիկյան, Մկրտիչ Արզումանյանը, Տիգրան Գյուլումյանը, Նիկոլ Փաշինյանի առաջին արդարանում խեն Արևմտյան Հայաստան լեցինում։ Արևմտյան Հայաստանը հայկական շկոլներում աշակերտների թիվը նվազում է։ Սեպտեմբերի 12-ի ՄԱԿ-ի գլխավոր վեհաժողովը մեծամասնությամբ ընդունել է Նյու Յորքի հռչակագիրը վերակոչված է հիմք ստեղծելի Պաղեստինապետության ստեղծման հետի։ Թեև Իսրայելն ու Ամերիկան դեմն արտահայտվող փաստաթուղթը ստացել է 142 կողմ ձայն, ընդամենը 10 դեմ ու 12 ձեռնապահ։ Հռչակագիրը մշակված Ֆրանսիայի ու Սաուդյան Արաբիայի նախաձեռնությունով կոչ անում Քեմեգյանել երկու պետությունների լուծման ընդգծելով Համասի զինաթափման անհրաժեշտությունը։ Փաստաթղթում դատապարտվում է 2023 թվականի հոկտեմբերի 7-ի Համասի հարձակումներն ու պահանջվում է Գազայում պահվող սահպատանների ազատ արձակում։ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է միասիմունք անշրջելի ճանապարհ ընդգծում բիդա խաղաղություն։ Սպասում է, որ սեպտեմբերի 22-ի մի քանի երկրներ, այդ թվում Ֆրանսիան, պաշտոնապես ընդունականն Պաղեստինապետությունը։ Ադրբեջանը ՆԳՆ-ի հաղորդումով Ստեփանակերտում միջադեպ տեղի ունեցավ, տեղում մնացած հայերից մինի մասնակցությունով վերի հետևանքա վիրավորվել ադրբեջանցի ոստիկան ու նշված արցախցի։ Արժպատիվոնիմ դաշինքի падգամավոր Արցախի նախագահի նախկին խորհրդական Տիգրան Աբրահամյանը նշալավերեց դեպքը ու սոցիալական ցանցերում հայերի նկատմամբ տարածվող ծաղրանքն վկայում ադրբեջանցուց իրական վերաբերմունքի մասին թշնամանքով ու վիրավորանքով։ Հյուրանոցելավը սա նաև հուշում է, թե ինչ ճակատագիր են ունենան արցախցիներին, եթե հետևեին Արևելյան Հայաստան Հանրապետության իշխանությունների հորդորներին ու շարունակին ապրել ադրբեջանական վերահսկողության պայմաններում։ Ասադի հետ պարամետրերով դիկտատոր գոնե թե տարածաշրջանում մնացավ մենակ Ալիևը։ 1918 թվականին հիմնված թունավոր գոյացություն Ադրբեջանը ստեղծվել է Ռուսաստանի Իրանի դեմ։ Այս գոյության հետ ստիպված են ինական առերեսին ոչ միայն Ռուսաստանն, այլև Իրանը դրանից բխող սախ հետևանքներով։ Պրեսինգ հաղորդաշարում ասալ է պատմական ու քաղաքական գիտությունների տեխնացու Միհրան Հակոբյանը խոսելով Նախճեվանը հայաթափման Արցախ-Ադրբեջանի նվիրելի Ադրբեջան թունավոր գոյացության ստեղծման ու դրա սպառնալիքի մասին։ Վերջինս հրետորական հարցաղա, ինչի առաջինը բրիտանացիները որոշան Արցախը խցկին Բաքվի կազմ։ Անտանտի ներկայացուցիչը նամակը անձամբ տվալ Անդրանիկին ցերկը ասալա Փարիզա կոնֆերանսում հայ ժողովրդի հարցն է քննարկվում։ Եշինք, հա, փիսայինական, ու անմիջապես ստեղծալա Ղարաբաղի Զանգեզուրի նահանգու գեներալ նահանգապետանշանակալ հայտնի հայակեր Խոսրո Բեկ Սուլթանովին հյուր հետո Նեմեսիս գործողության շրջանակում են աշխարհընկալ, ասալա Միհրան Հակոբյանը։ Պատմաբանի նսելավը բրիտանացիք տերն կաղնալ օսմանների ստեղծած թունավոր պետությանը, իսկ շատ շուտ շրջանի բոլշևիկներն էլ կարծել են թակրլական ընտաղոկտագործին հեղափոխության լույսը արևելքում տարածելի հետի։ Վերջում ԽՍՀՄ փլուզվալա ու ստացալա այն ինչ որ ստացալա ռուսնեն կրեցալա Նախճեվանում հայ պահին վերբնակչության 43%-ը հայ են ելալ։ Բայց եթե հայերին պահեիք ռուսնեն Նախճեվանում ոտքի տեղը ունենալու, ձեզ հարց տվալը խային Արցախը մտցրալ Բաքվի կազմ, ասալա Միհրան Հակոբյանը։ Սորոկուպացված Ստեփանակերտում հայազգի բնակիչ ձերբակալվել ադրբեջանական APA-ին փոխանցումով Ստեփանակերտի հայազգի բնակիչ Կարեն Ալբերտովիչ Ավանեսյանը իբր թա յուրանտանան քեցալա քաղաքին կողքին գտնվող անտառային տարածքն դղան երակալալ նախկինում թաքցրած Կալաշնիկովի ինքնաձիգը 4 լիքը փամփուշտներով, ինչպես նաև 5 նռնակ ու փորձալա մուտիկանա Ստեփանակերտ քաղաքում անցկացվող միջոցառման վայրին, բայց ոստիկանության գործանողներն յուրան փռնալան։ Ադրբեջանի ներքին գործերի նախարարությունն տեղեկացրել են վեր ձերբակալության վխտեն Ավանեսյանը իբր թա զինված դիմադրությունն նշանց տվավ ոստիկանությանը նետելով իրեք ձեռքի նռնակ ու կրակ պեցնելով ինքնաձիգա։ Հաղորդման նաև էր հակադարձ կրակին դարդան Ավանեսյանը վիրավորվալա ու կալանավորվալա, հունց նաև գործողության վաղտը վիրավորվալա մի հատ ոստիկան։ Հաղորդագրության համաձայն հարուցվալա քրեական գործ ու իրականացվում են օպերատիվ հետախուզական միջոցառումներ։ Թորք բարձրաստիճան պաշտոնյա Սերդար Քլչը խոսելով Սյունիքի մասին խուսափալա օգտագործել Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ ամրագրված պաշտոնական անվանումը։ Փոխարենը կիրառվալա Զանգեզուրյան գիծ ձևակերպումը վերը փորձա շրջանցելի հայկական իրավական դաշտը ու չեզոքացնելի Հայաստանը ինքնիշխան տեղանունները։
Իրանագետ Վարդան Ոսկանյանը նշում է, որ այս հռետորաբանությունը բազմաշերտ է Խուսափելամիջանցք բառան Թուրքիան փորձում է մեղմել սպառնալիքի տպավորությունը, բայց բովանդակային առումով շարունակում է նույն քաղաքականությունը։ Միաժամանակ շեշտադրում է ոչ թե Հայաստանն հետ տնտեսական կապերի զարգացումը, այլ Թուրքիայի կապերի ամրապնդումը Միջին Ասիայի թուրքական հանրապետությունների հետ։ Սա բացահայտում է համաթյուրքական ռազմավարական նպատակները։ Ընդհանուր առումով Անկարան փորձում է պարտադրել սեփական օրակարգը, անտեսելով հունցը Հայաստանը ինքնիշխան տեղանունել դիել միջազգային միջնորդական փաստաթղթերը։ ԱԺԲ անդամ Սամվել Ասլիկյանի ֆեյսբուքյան գրառումը թատրոն ցանկապատերը քանդելու ու մի Հայաստան ստեղծելու մասին, բայց սուր Հայաստանը հանձնող բիժվածքը հանդիսատես այլար։ Հելավ ու դերասաններին պատին դեմա տվա, բա ինչ եք ասում տղեկ, մունք ցանկապատեր ենք տինում, դուք քանդում եք, մունք Արցախ ու Իրանց ենք հանձնում, դուք Արեմտյան Հայաստան եք խոսում, տղեկը ըրալընտակները։ Բա շեֆ ջան, սա 1918-ից 20-ական թվերի մասին է, հա շեֆս մունք հես տա ենք ասում, ուղակի իրար սխալ ենք հասկացա։ Ու սաղ դերասանակազմի մեջի միաժանապատիվ հայ չիլալ վերասե, հա մունք հիշում ենք Արցախը, հիշում ենք Արարատը, հիշում ենք Արեմտյան Հայաստանը։ Մի տղամարդ չիլալ վեր արժանապատվությունը ավելի վեր դասե գործան, փողան ու դաժե յուրան անձնական անվտանգությունան։ Մի հանդիսատես չիլալ վեր կենա ու թքե վիժվածքի իրեսին։ Մի նիլալ չվերասե պա երաբլուրը աննասուն։ Մյուս թատրոնը աշկից ցանկապատիների մասին է ինական։ Սրանք են մեր մտավորական են, սա ենք մունք։ Մունք կարինք ուժեղինինք, բայց սյուրանա ուժեղինինք, քանի սինանա ուժեղինինք, քանի գերտերությունա ուժեղինինք, մունքսոր պիտի մեր ցանկապատներին տինինք հանցվերամ տրանք սահմանափակին ուրիշներին անցկենան էսենգյունը։ Դուքսոր ես ուղերձը հստակ ասալ չք։ Ցանկապատ ներկայացումը դիտելանի եթե յուրան դժգոհությունը հայտնալա վարչապետ Նիկոլ Փաշինյանը, դերասան Մկրտիչ Արզումանյանը կծկտուր արդարացալա, թա պարզապես իրադրությունն 1920 թվականին նելալ տեղ ունենալիս սորվա մասին խոսեինք, տեսանկյունն տարբեր գինեին։ Փաշինյանը շարունակալա բյուրականում նստած Արեմտյան Հայաստան լայցնում պա հասկանում չք վեր բյուրականնել է Հայաստան, ամենամած ուղերձը տայել էր, կրկին արդարացալա Մկրտիչ Արզումանյանը, մունք սաոնինք ու աշկրնես էլ տնգալ ենք Հայաստան, այս Հայաստան վեր կավեչ, խաղընկերը ուջը լրացրալա սցենարի հեղինակ ու ռեժիսոր Տիգրան Գյուլումյանը, նյութ ամբողջությամբ կարդացիք Western Ammunitive-ին կայքումը։ 2025-ից 26 թվերի ուսումնական տռնումը Արեմտյան Հայաստանը հայկական շկոլներում սվռլական 2686 աշակերտ, յուրենցից 2088-ը սվռլականը նախակրթականներում ու միջնակարգ շկոլներում, իսկ 598-ը ավագ շկոլներում։ Կոստանդնուպոլսա Բոմոթի թաղամասի Մխիթարյան շկոլում ուսումնական գործընթացը դադարեց Վալաշչենքի սեյսմակայունության բարելավման գործերի դարդան։ Դպրոցի 22 սաները տեղափոխվան այլ հայկական շկոլներ։ Վարժանա հիմնադրամին տվյալներով 16 աշակերտ գրանցվալա Քափոյի Լևոն Վարդուհյան, Սամաթիայի Անարատ Հողության, Փանգալթոյի Մխիթարյան, Պեժջյան Օրթաքյոյի Թարգմանչած ու Ֆերիկյոյի Մերամեդչյան շկոլներում։ Հայկական շկոլներում աշակերտների թվի նվազումը վերջին տարիներին արդեն շարունակական բնույթ հաստացալ։ Սիրելի հայրենակիցներ, այսօրվա տեսքանը պատրաստալ, սպասիբա ուշադրության հետի պնդկացիք։